Պատվարժան դատարան, նրան լսեցին այժարժան նվաճողի հիմնավորումները, որոնց կապակցությամբ կասեմ հետևյալը։ Նախ սկսենք մի քայլ հետևից։ Կալանքի շարունակականությանը դեպքում դատարանը յուրաքանչյուր անգամ առաջին հերթին ստուգում է նախորդ պլանավորման որոշմանը։ Ինչ ռիսկեր են արձանագրվել, արդարացված է եղել արդյոք այդ ռիսկերը, ինչու է անձնացել կալանքի տակ այդ անհրաժեշտություն, ինչով է պայմանավորվել։ Եվ պարզ է գործունեությունում կա եւ դուք քաշ դերյակ եք, որ առաջին իսկ կալանքից սկսած ունեցել են խոչընդոտման մեկ հիմք, կալանքի մեկ հիմք խոչընդոտել։ Դրա հիմքում դրված է եղել ապացուցման ակտիվ փուլը, վկաների արձակնություն, վկաների վրա ազդեցություն եւ այլն եւ այլն։ Այսօրվա վիճակով մենք որ տեսնում ենք գործողությունները դատարանում ու տեսնում ենք ինչ վիճակ է, ինչ ապացույցներ են ներկայացվել, մենք հասկանում ենք, որ արմատապես թողված է իրավիճակը։ Նախ ուզում եմ արձանագրենք ու դատարանը խիստ գնահատի այն հանգամանքը, որ սրա նախորդող կալանքում մեղադրանքի կողմը չարաշահել եւ կորզել է դատարանից կալանքը դատարանին, այսպես ասած, խաբելու, որովհետեւ արձանագրված է, որ ակտիվ ապացուցման փուլում է բազմաթիվ վկաներ կան, որոնց պիտի հարցակնեն եւ կալանքը պայմանավորված է եղել հենց դրանով։ Սակայն մենք տեսնում ենք, որ կալանքից 9 օր հետո գործը փակվել է ու ուղարկվել է դատարան։ Եվ մենք տեսնում ենք, որ դրանից հետո ոչ մի գործողություն չի կատարվել, ոչ վկա, ոչ բան, տեղի ունեցել մի հատ փաստաթղթի զննում, այսինքն կաբինետային գործողություն։ Ինչ է ստացվում։ Մենք խաբում ենք դատարանը, ասում ենք գործ ունենք անելու, կորզում ենք կալանքը, հետո հանգիստ շունչ քաշելով նստում ենք, կարծես ոչինչ չի եղել, բաս պատասխանում։ Այսօրվա նյութերով ակնհայտ է, որ որևէ վկայի հարց չկա։ Ինքնին ապացուցվում է, որ կալանքի երկարությունից մինչ այս պահը մկրտիչ սրբազանը գտնվում է ապօրին կալանք, որտեղ ռիսկերը արդարացված չեն եղել։ Հիմա հարգարժան մեղադրողն ասում է, բան չի փոխվել, նախաքննական կալանքի շարունակում է պահպանվել հիմքերը։ Էն էլ ոնց է փոխվել, արմատապես է փոխվել։ Դատակոչված չի ոչ մի բնակ, որոնց վրա ապօրինի, այսպես ասած, ճակերտավոր ազդեցությամբ է ենթադրվում կալանքի հիմքը։ Չկա այդպես բան։ Հարյուրներ են վկաները, որոնց վրա կրածվում։ Մեղադրողն ասում է ապացույցներ հետազոտելուն խոչընդոտի։ Մեղադրական եզրակացության մեջ նշված է 4 ապացույց։ Ուժողների ցուցմունք եւ զննման արձանագրություններ տեսանյութ։ Հասկանալի է, որ տեսանյութերի զննումների տեսականորեն որևէ կերպ ազդեցություն չկա։ Իմ գնահատմամբ լուրջ չէ մտածել, որ ուժողների վրա սրբազանը կարող է ազդեցություն գործել։ Ինչպիսի ուժողների, ովքեր հանրահայտ փաստեր վայելում են երկրի քաղաքական բարձրագույն իշխանության հողանալությունը։ Մեդիա դաշտում հարցազրույցներ են տալիս, իրենց դիրքորոշումներն անկաշկանդ հայտնում են։ Նույնիսկ կարգալույց լինելուց հետո շարունակում են հակաերկրացական դրսևորել ու հանգարց մենք ասում ենք այս մարդուն սրբազանին կալանավորել, որ հանգարց շազդի ուժողի վրա։ Իսկապես, ես կխնդրեմ լրացուցիչ ուժողները դիրքորոշում են։ Դուք մտածում եք, որ կարող է փոխել ձեր ցուցմունքները, կարող է ազդի ձեր վրա սրբազանին։ Ես նաև չարաշահման կոնտեքստում դատարանին ներկայացնեմ երկու բան։ Դեռևս հոկտեմբերի 24-ից ու նոյեմբերի 10-ից ուժողների նկատմամբ կիրառված է հատուկ պաշտպանության միջոց։ Իրենց ընտանիքի անդամների ուղեկցում եւ այլն եւ այլն։ Իմ գնահատմամբ մենք տրամաբանական հակասության մեջ ենք։ Պետությունը կիրառել է պաշտպանության միջոց, այսինքն ծախս անում բյուջեից, ոստիկանների տրամադրել, հսկեն էս մարդկանց։ Հետո ասում ենք սրբազանին կալանավոր եք, որ հանգարց սրբազանը չազնի։ Այսինքն այս պաշտպանության միջոցները ինչին համար են ուղում են պետք։
Այսինքն մենք ունենք լրացուցիչ երաշխիքներ, որոնցով հարգարժան մեղադրողով մտահոգություն հայտնում, որ հանգարց ուժողների վրա կարող ազդեցություն լինի, պետությունն են գլխից պաշտպանել է։ Եվ այս միջնորդությունները նախաքննական, այս որոշումները նախաքննական կալանքների քննության ժամանակ չեն էլ ներկայացվել դատարան, այնինչ պարտավոր էին ներկայացնել։ Սա կորզելու հաջող դրսելու։ Հիմա ինչ վիճակ ունենք։ Ունենք ընդհանրապես հարցաքննության ենթակա երկու դժոխ, որոնց պետությունն ամբողջ ուժով պաշտպանում է։ Պաշտպանական միջոց է դարձած, ուրիշ վկա չկա։ Բայց ասում եք խոչընդոտ, խոչընդոտելը ոնց է դրսևորվում։ Նույնիսկ տեսական հնարավորություն խոչընդոտելու դրսևորվում մենք այսօր չունենք։ Եվ ես գտնում եմ ոչ միայն կալանքի, այլև որևէ խափանման միջոցի կիրառման հիմք այս պահին վերացված է։ Ունենք ընդհանրապես մեկ հիմք, որ վկաների վրա կարող է ազդեցություն գործել տեսականորեն, այն էլ իսպար չկա, այս գործում ոչ մի վկա չկա, տեսականորեն արձակնման ենթակային ուժով պաշտպանված են պետության կողմից եւ հավելյալ ասեմ, իսկապես լուրջ չէ մտքի ծերով անգամ անցկացնել, որ հանգարց կարող է Ստեփան Ասատրյանը կամ Արամ Այստախմազյանը փոխի իրացությունքը սրբազանից ազդվելով։ Ու այս պայմաններում ենք հանգիստ միջնորդում ենք, ասում ենք սրբազանի պայքարը։ Դա շարունակականությունը արդարացված է։ Այսինքն գործը դատարան ուղարկելով արդեն ապացուցել ենք, որ արդարացված չէր նախորդ ռիսկերը դատարանի արձանագրացումը։ Պատվարժան դատարան, երկար բարակ չցանրացնում իմ գործընկերները վերացնեն։ Ես գտնում եմ, որ այս պահին որևէ խափանման միջոցի չկա եւ անհապաղ կալանքը ենթակայով վերացման։ Այսքան։